Անահիտ Կիրակոսյանի ամուսնալուծության մասին լուրն իսկապես շոկային էր հայ հասարակության համար։ Տարիներ շարունակ հանրությունը տեսել էր մի ընտանիք, որը թվում էր գրեթե օրինակելի, հանգիստ, հավասարակշռված, առանց սկանդալների, առանց կտրուկ հայտարարությունների։ Անահիտն ու Արտակը ներկայացվում էին որպես մարդիկ, ովքեր կարողացել են հաղթահարել տարբերությունները, կառուցել մեծ ընտանիք և պահպանել ջերմ մթնոլորտ։ Նույնիսկ բարդ պայմաններում հենց այդ պատճառով էլ այս լուրը շատերի համար դարձավ անսպասելի ու դժվար ընկալելի։ Բայց ինչպես հաճախ է լինում, արտաքին պատկերը միշտ չէ, որ ամբողջությամբ արտացոլում է իրականությունը։ Ժամանակը ցույց տվեց, որ նույնիսկ ամենագեղեցիկ ներկայացվող հարաբերությունների մեջ կարող են լինել լուռ ճեղքեր, ներքին դժվարություններ և որոշումներ, որոնք չեն կայացվում մեկ օրում։ Սա ևս մեկ անգամ հիշեցրեց հասարակությանը հանրային դեմքերի կյանքը նույնքան բարդ ու բազմաշերտ է, որքան ցանկացած այլ մարդու կյանքը։ Միևնույն ժամանակ Անահիտ Կիրակոսյանի և նրա նախկին ամուսնու քայլերը ցույց տվեցին ամենակարևորը։ Այս բաժանումը կտրուկ չի եղել ցավոտ հակամարտությունների կամ հրապարակային մեղադրանքների ուղեկցությամբ։ Ընդհակառակը, նրանց հրապարակումներից ակնհայտ է դառնում, որ բաժանումը տեղի է ունեցել փոխադարձ հարգանքի և հասունության մթնոլորտում։ Սա հազվադեպ, բայց շատ կարևոր օրինակ է հատկապես հայկական իրականության մեջ, որտեղ նման իրավիճակները հաճախ վերածվում են աղմուկի։ Անահիտի պահվածքը բաժանումից հետո հատկապես խոսուն է։ Նա շարունակում է ջերմ կապ պահել Արտակի երեխաների և թոռան հետ, սոցիալական ցանցերում կատարում է ջերմ, մարդկային հրապարակումներ, որոնք ցույց են տալիս, որ ընտանիքը նրա համար չի սահմանափակվում միայն ամուսնական կարգավիճակով։ Այս վերաբերմունքը փաստում է, որ տարիների ընթացքում ստեղծված կապերը չեն կտրվում մի որոշմամբ, դրանք ապրում են անկախ իրավական կամ սոցիալական փոփոխություններից։ Այս օրերին դերասանուհին մեկնել է Ռուսաստան, ինչը շատերի կողմից ընկալվեց որպես փորձ փոխելու միջավայրը, վերականգնելու ներքին հավասարակշռությունը և մի փոքր հեռանալ տեղեկատվական աղմուկից։ Բայց նույնիսկ այդ ընթացքում Անահիտը չի դադարեցրել իր մասնագիտական գործունեությունը։ Նա շարունակում է ապրել իր սովորական ռիթմով, աշխատելով, ստեղծագործելով և ներկայանալով հանդիսատեսին այնպես, ինչպես միշտ։ Հատկապես խորհրդանշական է նրա մասնակցությունը Արարատ 73 ֆիլմում, որի պրեմիերան կայացել է հունվարի 26-ին։ Ֆիլմի ցուցադրությանը նրա ներկայությունը շատերի համար դարձավ հստակ ուղերձ։ Անկախ անձնական կյանքի դժվար փուլերից, Անահիտ Կիրակոսյանը մնում է իր գործին նվիրված, ուժեղ և պրոֆեսիոնալ։ Նա չի թաքնվում, չի փակում դռները, չի դադարեցնում իր ճանապարհը, ասես ասում է, կյանքը շարունակվում է, նույնիսկ երբ ներսում ամեն ինչ հեշտ չէ։ Դրսից կարող է թվալ, թե ոչինչ չի եղել, բայց իրականում սա հենց ուժեղ մարդկանց առանձնահատկությունն է։ Նրանք կարողանում են ցավը չդարձնել բեմ, անձնականը չվերածել հանրային ողբերգության և շարունակել առաջ գնալ արժանապատվությամբ։ Անահիտ Կիրակոսյանի դեպքում սա ոչ անտարբերություն է, ոչ էլ ձևականություն, այլ ներքին կայունություն և ինքնահսկողություն։ Այս ամբողջ պատմությունը որքան էլ ցավոտ լինի, մի կարևոր բան է ցույց տալիս հասարակությանը։ Իդեալական ընտանիքներ գոյություն չունեն, բայց գոյություն ունի արժանապատիվ վարքագիծ, գոյություն ունի հնարավորություն բաժանվելու առանց ատելության, պահպանելու մարդկային կապերը և չքանդելու այնինչ տարիներով կառուցվել է սիրով։ Անահիտ Կիրակոսյանի օրինակը հենց այդ մասին է։ Նրա լռությունը, հանգիստ քայլերը, աշխատանքային նվիրվածությունը և ընտանիքի հանդեպ պահպանված ջերմ վերաբերմունքը խոսում են ավելին, քան ցանկացած բացատրություն։ Սա պատմություն է ոչ թե փլուզման, այլ հասուն վերափոխման մասին, և գուցե հենց սա է պատճառը, որ այս պատմությունը շարունակում է հետաքրքրել հասարակությանը ոչ թե սկանդալի, այլ մարդկային խորության պատճառով։ Անահիտ Կիրակոսյանի ամուսնալուծության մասին հայտարարությունից հետո հայկական համացանցը բառացիորեն բաժանվեց քննարկումների, ենթադրությունների ու փորձերի, հասկանալու այն, ինչ իրականում մնում է փակ վարագույրների հետևում։ Երբ խոսքը վերաբերում է հանրության կողմից սիրված ու տարիներ շարունակ հավասարակշռված կերպար ունեցող դերասանուհուն, հետաքրքրությունը դառնում է կրկնակի մեծ։ Անահիտ Կիրակոսյանը միշտ էլ հարցազրույցներում ներկայացել է որպես ընտանիքակենտրոն կին։ Նրա խոսքում ընտանիքը երբեք երկրորդ պլանում չի եղել։ Նա հաճախ է շեշտել տան ներսում տիրող ջերմ մթնոլորտը, փոխադարձ հարգանքը, երեխաների դաստիարակության կարևորությունը։ Նրա կերպարը հանրության աչքին ձևավորվել է որպես
կայուն, մտածված և զգացմունքային հավասարակշռություն ունեցող կին։ Հենց այդ պատճառով էլ շատերի համար այս լուրը դարձավ անակնկալ։ Բայց ինչպես ժողովրդական խոսքն է ասում, ընտանիքը մութ անտառ է, այնինչ դրսից թվում է ամբողջական ու ներդաշնակ, ներսում կարող է ունենալ լուռ պայքարներ, չասված խոսքեր ու ներքին հակասություններ։ Հանրային դեմքերը հատկապես սովոր են պահել այդ անտառը փակ, պաշտպանելով ոչ միայն իրենց, այլև երեխաներին, ընտանիքի մյուս անդամներին և սեփական արժանապատվությունը։ Անահիտ Կիրակոսյանի հայտարարությունից անմիջապես հետո նրա ամուսինը հրապարակում է տեսանյութ կրտսեր որդու հետ միասին։ Տեսանյութը ոչ սկանդալային է, ոչ մեկնաբանություններով հագեցած, ոչ էլ բացահայտ ուղերձներով։ Դա պարզապես հայր ու որդի են, բնական առօրյա մի պահի մեջ։ Սակայն հենց այդ պարզությունն է, որ դարձավ քննարկումների կենտրոն։ Շատերը փորձեցին այդ տեսանյութի մեջ կարդալ ենթատեքստեր, գտնել ակնարկներ կամ հակադրություն Անահիտի հայտարարության մեջ։ Սակայն ամենահետաքրքիր դետալը շատերը նկատեցին այլ տեղում։ Անահիտ Կիրակոսյանը հավանեց այդ տեսանյութը։ Մի պարզ լայք, որը սոցիալական ցանցերում հաճախ ավելի բարձր է խոսում, քան երկար տեքստերը։ Այդ քայլը շատերի համար դարձավ հստակ ազդակ, որ այս բաժանումը չի ուղեկցվում հակամարտությամբ, ատելությամբ կամ բաց պատերազմի հայտարարությամբ։ Այդ մեկ գործողությունը կարծես լուռ պատասխան լիներ բոլոր նրանց, ովքեր սպասում էին սկանդալի, կոշտ հայտարարությունների կամ փոխադարձ մեղադրանքների։ Անահիտը ոչ մի բառ չասաց, բայց իր քայլով ցույց տվեց՝ անկախ ամուսնական հարաբերությունների ավարտից, պահպանվում է մարդկային հարգանքը, ծնողական միասնությունը և առողջ կապը երեխաների հետ։ Սա հատկապես կարևոր է հայկական հասարակության համատեքստում, որտեղ ամուսնալուծությունները հաճախ ընկալվում են որպես պարտություն կամ խայտառակություն, և հանրությունը երբեմն իրեն իրավունք է վերապահում դատել, հարցաքննել ու մեկնաբանել։ Անահիտ Կիրակոսյանի պահվածքը հակառակ օրինակն է։ Նա ցույց է տալիս, որ կարելի է բաժանվել առանց սեփական անցյալը ջնջելու, առանց այն տարիները արժեզրկելու, որոնք ապրել է սիրով ու նվիրվածությամբ։ Շատերը փորձում են գտնել կոնկրետ պատճառներ՝ տարիքի տարբերություն, ծանրաբեռնվածություն, կյանքի տարբեր փուլեր, անձնական փոփոխություններ, բայց իրականությունն այն է, որ երբեմն պատճառները չեն տեղավորվում մեկ նախադասության մեջ։ Երբեմն դրանք տարիների ընթացքում ձևավորված ներքին